Պրոֆիլի հյուրը ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն է, Հայաստանի թատերական գործիչների միությունում ենք։ Ինչպե՞ս եք, պարոն Ղազանչյան։ Լավ, շնորհակալություն, աշխատանքային։ Պարոն Ղազանչյան, Հայաստանում ստեղծագործելու եւ լավ ներկայացումներ բեմադրելու համար արդյոք լավ մթնոլորտ է։ Դե իհարկե, առանց խոսքի եւ դրա ապացույցը շատ հետաքրքիր աշխատանքներն են, ոչ միայն բեմադրություններ, այլ նաև դերակատարումներ, հետաքրքիր սցենոգրաֆիա, շատ հետաքրքիր երաժշտություններ են սկսել գրել ներկայացումների համար։ Մի խոսքով ամեն ինչ կայուն է, ասենք այդպես, իսկ ինչ վերաբերում է մթնոլորտին, մթնոլորտը ստեղծում են լիդերները։ Իսկ լիդերներ, փառք Աստծո, մենք ունենք եւ դրա վկայություն էլի եմ ասում, լավ աշխատանքներն են։ Լիդերներ, այսինքն բեմադրիչներ, այո, նկատվում եմ։ Իսկ հասարակության պառակտվածությունը հետաքրքիր է, ինչպես է անդրադառնում մշակույթի վրա, դուք զգում եք դա, թե չէ։ Գիտեք ինչ, կոնկրետ մեր աշխատանքի վրա ուղղակիորեն այն չի ազդում, պարզապես խանգարում է, երբ որ հատկապես սոցցանցերում տեսնում ես քաղաքական մեր անցուդարձը, հատկապես կոմենտները, որ ամեն ստատուսի տակ շարվում են, մի տեսակ տխրում ես, որովհետև ըստ էության սոցցանցերը դա հասարակության պատկերն են, իրական պատկերն են, եւ ես շատ ցավում եմ, որ մենք այդ ուղղությամբ ենք գնում, աշխատում եմ քիչ հետևել այդ ամեն ինչին, աշխատում եմ քիչ կարդալ, ընդհանրապես քիչ լինել սոցցանցերում, որովհետև էլի եմ ասում, դա ինձ խանգարում է նորմալ ապրել, ստեղծագործել, աշխատել իմ մասնագիտությամբ։ Իսկ ինչ կոմենտ եք կարդացել վերջերս, որը ձեզ տխրեցրել է կամ խանգարել գուցեև։ Չեմ ուզում ասեմ, որովհետև այս քաղաքական վակխանալիան, որ այսօր գոյություն ունի, արդեն չափի ու սահմանի զգացմունքները կորցրած մարդկանց հասարակություն է։ Շատ ցավում եմ եւ դա իհարկե արդյունք է կրթության մակարդակի շատ ցածր լինելու, դա արդյունք է ընդհանրապես դաստիարակություն չունենալու, որովհետեւ քանի մենք գնում ենք առաջ, այսպես կոչված, այդ առաջի ճակերտներով եմ ասում, նույնիսկ ընտանեկան դաստիարակությունն է արդեն անզոր դառնում երիտասարդին պատանուն դաստիարակելու գործում, այս հեռախոսային, կոմպյուտերային դարում, երբ որ կարդալը, սովորելը արդեն երկրորդական, երրորդական խնդիր է դառել, ցավոք սրտի ունենում ենք այն, ինչ ունենք։ Իսկ հայ ազգի ամենալավ հատկանիշը ո՞րն եք համարում, պարոն Ղազանչյան։ Մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, մենք ստեղծարար ժողովուրդ ենք եւ եթե մի քիչ լինեն այդ անգործ մարդիկ, որոնք շատ ժամանակ ունեն եւ կարող են առավոտից երեկո նստել սոցցանցերում, գուցե մի փոքր ավելի լավ ապրենք, գուցե մի փոքր ավելի հետաքրքիր ապրենք։ Այդ ցավոք սրտի դա այդպես չէ եւ ամենատխուրը էս ամեն ինչի կոնտեքստում դա այն է, որ ելքն էլ չի երևում։ Ինձ շատ է եղել հարցազրույցներում ասել են լավ, ինչ անենք։ Ես ասել եմ չգիտեմ, որովհետև process-ը բաց է թողնված մեր ձեռքերից, բաց է թողնված։ Պարոն Ղազանչյան, իսկ դուք ինչ եք նկատել այս երկար տարիների ընթացքում, արդյոք հայերը թատրոն սիրող ազգ են։ Միանշանակ թատրոն սիրող ազգ ենք, բայց ինչի մասին որ հարցազրույցի սկզբում խոսեցինք, ցավոք դա անդրադառնում է նաև հանդիսատեսի որակի վրա։ Այսօր ցավոք սրտի այն կուլտուրան
իրոք թատերասեր հանդիսատեսի կուլտուրան շատ ցածր մակարդակի վրա է եւ ներկայացման ամբողջ ընթացքում հեռախոսներ, SMS-ներ են ուղարկում իրար, նամակներ են ստանում, կարդում են, նկարում են։ Դա շատ տխուր փաստ է, որովհետեւ թատրոնում ներկայացումը հաշվարկված է նաև տեսարանը, հաշվարկված է նաև համապատասխան լուսային գամայի համար եւ եթե բեմում մթություն է կամ կիսամութ է, բայց ողջ դալիճը կամ գոնե 50%-ը միացրել են հեռախոսները, դալիճում լուսավորություն, այսինքն մենք տեսնում ենք այն ինչ որ չպետք է տեսնենք այդ պահին, ասենք տեսարան է փոխվում կամ չգիտեմ դերակատարը դուրս գալիս, մյուս դերակատարը պետք է մտնի զբաղեցնի իր տեղը։ Էլ չեմ ասում, որ արդեն շատ լուրջ երևույթ է դառել ներկայացման ժամանակ խոսելը, զանգերին պատասխանելը։ Այսինքն զանգում են, մարդը իբր թե կիսացած էր, բայց խոսում է, ողջ դալիճը լսում է, թե ինքը ինչ է խոսում։ Պարոն Ղազանչյան, դուք 2008 թվականից Հայաստանի Թատերական գործիչների միության ղեկավարն եք, որն եք համարում ձեր ամենագլխավոր միսիան։ Գիտեք ինչ, ամենակարևոր մեր միջոցառումը դա եղել եւ մնում է Արտավազդ մրցանակաբաշխությունը, որովհետեւ այդ մրցանակաբաշխության ժամանակ իմի են բերվում տարվա լավագույն աշխատանքները եւ դրանք ներկայացվում են հանրությանը։ Սա շատ կարևոր լուրջ ստիմուլ է իր հակասական, իր կոնֆլիկտային, իր շատ հաճախ բուրն քննարկումների առիթ դարձած այս մրցանակաբաշխությունը այնուամենայնիվ շատ պետք է, շատ կարևոր է, որովհետև թատրոնները շատ ոգևորված մասնակցում են դրան եւ արդյունքում իհարկե շորտ լիստ անցնում են լավագույնների թիվը լրացնում են շատ արժանի աշխատանքներ եւ այդ արժանի աշխատանքներից որևէ մեկը յուրաքանչյուր անվանակարգում արժանանում է Արտավազդ մրցանակի։ Լինում են, ելի եմ ասում, կոնֆլիկտային իրավիճակներ, բայց դա մրցանակաբաշխություն է, առանց դրա հնարավոր չի, նույնիսկ Օսկարն է կոնֆլիկտային միջավայրում անցնում։ Պարոն Ղազանչյան, այս ծրարում մի փոքր ավելի սուր հարց է, եթե ցանկանում եք կարող եք վերցնել, բացել եւ պատասխանել, եթե չէ ընթերցելուց հետո կարող եք ուղղակի հրաժարվել։ Կցանկանաք։ Կարող եք ինձ տալ, ես կընթերցեմ։ Ընթերցեք, հա, պատասխանենք, ես նման հարցերից չեմ վախենում։ Այս տարվա Արտավազդի մրցանակակիրները արդեն հայտնի են, թեև այն բավական հարթանցավ, սակայն որոշ քննադատություններ եղան, թե այն հետաքրքիր չի դառնում։ Ինչպես եք վերաբերում նման քննադատությանը։ Դե այն, որ հետաքրքիր չի դառնում, նման կարծիքներ ես չեմ լսել, իհարկե, բայց այն որ հարթանցավ, մենք անում ենք ամեն ինչ, որ այն հարթանցնի, իհարկե մի անվանակարգում հաղթող չեղավ, բայց նաև ուզում եմ ասեմ, որ ժյուրին քվեարկում է փակ։ Այսինքն ժյուրիի անդամները իրենք նույնիսկ ձայները հաշվելուց հետո, որին իրենք ներկա չեն, իրենք փակ ծրարով իրենց կարծիքը տալիս են մեզ։ Իրենք չգիտեն ով է ստացել մրցանակ, ով չի ստացել։ Իրենք դա չգիտեն։ Եվ այն, որ մի անվանակարգ
բաց մնաց, դա չի նշանակում, որ լավ աշխատանքներ չկային։ Պարզապես ձայն չի հավաքել, այսինքն ժյուրիի մի անդամը որոշել է ձայնը տվել է մի աշխատանքի, Որ անվանակարգներ, պարոն Ղազարյան։ Դա դրամատուրգիան էր, դրամատուրգիայի անվանակարգներ։ Իդեպ ասեմ, որ սա առաջին տարին չի, որ դրամատուրգիայի անվանակարգում մրցանակ ոչ ոք չի ստանում, բայց ասենք ժյուրիի յուրաքանչյուր անդամ ինչ-որ աշխատանք նշել էր, բայց դրանք տարբեր աշխատանքներ էին, այսինքն արդյունքում ձայն չհավաքվեց։ Ձայն հավաքվեր, եթե 3 ժյուրիի անդամ նշեին կոնկրետ մի աշխատանք, այսինքն այդ դեպքում միայն մրցանակի կարժանանար աշխատանքը, բայց էլի եմ ասում, այնպես չի, որ բոլորը ամեն ինչ ջնջել են, ուղղակի կարծիքները չի համապատասխանել այդքան բան։ Եվ ես չեմ գտնում, որ սա պետք է համենայն դեպս ոչ մի տարի պես ցավագին չի ընդունվել այս փաստը, եւ ինչ որտեղ նաեւ արտահայտել են ներկա վիճակը թատրոնների ռեպերտուարների, որովհետեւ եթե ռեպերտուարները նայենք, թատրոնների բավական փոքր տոկոս է կազմում հայ ժամանակակից դրամատուրգիան։ Ավելի շուտ պետք է նեղանան թատրոններից, ովքեր չստացան, որ իրենց չեն բեմադրում, քան մեզնից, քան մրցանակաբաշխությունից։ Ասեմ, որ կոնկրետ մրցանակներ հանձնելու կամ չհանձնելու հետ ես անձամբ որևէ առնչություն չունեմ, ես դրանով չեմ զբաղվում, դա սկզբում անում է փորձագետների խումբը, որը շորթ լիսթն է որոշում, հետո արդեն մրցանակները տալիս է ժյուրին, իսկ ժյուրիում բավական լուրջ մարդիկ են եւ չեմ կարծում, որ իրենք ոչինչ չեն հասկանում ու ոչ մեկի ոչինչ դրա համար ոչ մեկի ոչինչ չտվեցին։ Ուզում եմ ասեմ, սա պետք է ոչ թե պես նեղանան, սրա արդյունքում ոչ թե պետք է նեղանան, այլ ճիշտ կլինի եզրակացություն անեն, որպեսզի հետագայում իրենք իսկ չզարմանան, որ նման դեպքեր են լինում։ Սա էր ընդամենը, իսկ մրցանակաբաշխությունը անցավ նորմալ, ես կարծում եմ շատ հետաքրքիր աշխատանքներ ստացան արտավազդ մրցանակ եւ իբրև ասեմ նման խոսակցություններ էլի մենք եկանք սոցցանցերին, նման խոսակցություններ ամեն տարի լինում են, բայց այդ նույն խոսողները մեծ հաճույքով գալիս էլի մասնակցում են, բեմից մրցանակ են հանձնում։ Ուզում եմ ասեմ, ինքը մրցանակաբաշխությունը կա եւ այն լինելու է անկախ նրանից, թե ում դուրն է գալիս կամ ում դուրը չի գալիս։ Իսկ պարոն Ղազանյան, ամեն տարի մրցանակաբաշխությունից հետո, այսպես ասած, նեղացած մարդիկ են շատ, թե գոհ մարդիկ, ինչ եք նկատում։ Գիտեք ինչ, նեղացած մարդիկ իհարկե լինում են, որովհետեւ մեր ասպարեզը մի քիչ բարդ ասպարեզ է, որովհետեւ յուրաքանչյուրի արած աշխատանքը իրեն թվում է, որ ամենալավն է, ամենաարժանին է, դա այդպես է, բայց համենայնպես կուլտուրան ձևավորվել է եւ բացի մեկ կամ երկու հոգուց, իսկ դա բավական է, որպեսզի ասենք խառնվեն իրար նույնիսկ վանից անտեղյակ մարդիկ ընդամենը կարծիքներ գրեն, նրանք միշտ լինում են, բայց ընդհանուր առմամբ մրցանակաբաշխությունը համենայն դեպս ձեզ անկեղծ ասեմ, նույնիսկ անվանակարգեր եղան, որ ես ինքս ափսոսացի, որ կոնկրետ չստացավ այս գործը, այլ ստացավ մյուս գործը, բայց սա թատերական միություն է, սա հասարակական կազմակերպություն է, սա ադմինիստրատիվ
կազմակերպություն չի եւ այստեղ որոշում կայացնում է ժյուրին եւ պետք է ժյուրի որոշումը ընդունել որպես հիմք։ Հիմա այն դուր կգա մեկին կամ դուր չի գա մյուսին, ինչ ասեմ, դա կլինի, դա եղել է, կլինի միշտ, իսկ ժյուրիի կազմը եւ փորձագետների կազմը հաստատում է միության վարչությունը։ Իսկ վարչությունում մեր լիդերներն են, մեր տնօրեններն են, թատրոնների գեղարվեստական ղեկավարներն են, անվանի դերասաններ, թատերագետներ են անվանի, այնպես որ այդ պրետենզիաները մենք բոլորս գիտենք, որ արդյունքում լինելու են։ Դա բնական է։ Իմ ջայլոց ասեմ, շատ տխուր կլիներ, եթե չլինեին այդ ամեն ինչը։ Ուրեմն հետաքրքիր չէր լինի։ Այո, եթե շատ տխուր կլիներ եւ ես շատ կտխրեի, որովհետեւ այդ ժամանակ կթվար, որ պես այն ոչ մեկին պետք չի, ոչ մեկին չի հետաքրքրում, իսկ այս դեպքում դա լավ է, դա էլ պետք է լինի։ Դա էլ է մրցանակաբաշխության մասը, բաղկացուցիչ մասը։ Հետաքրքիր է, դուք ունեք ամենաշատ սիրված դերասան կամ դերասանուհի, ում համարում եք հենց մեր ժամանակի լավագույն արտիստը, ում կառանձնացնեք, ում անունները։ Ինչ եկեք ես չասեմ, ժողովրդական խոսքով ասած իմ քարը ծանր է։ Ես անուններ չտամ, եկեք այդ թեման անցնենք։ Այսինքն մտավախություններ չունեք, որ մեր անվանի այսպես դերասաններին ու ռեժիսորներին արժանի փոխարինողներ չեն լինի։ Այդ մտավախությունը դուք չունեք հիմա։ Չունեմ, որովհետև այդ մարդիկ արդեն կան, արդեն գործում են, արդեն շատ հետաքրքիր աշխատում են, նրանք արդեն հաստատված մարդիկ են եւ ես ասեմ, որ այդ առումով շատ հետաքրքիր երիտասարդներ էլ գալիս են։ Նոր ինստիտուտ ավարտած երիտասարդներ գալիս են նրանց հետևից եւ ես կասկած չունեմ, որ մենք մի 5-7 տարի հետո արդեն նոր անուններ կասենք, նոր անուններ կտանք նման հարցազրույցում։ Ձեր միությունն էլ հենց աջակցում է, չէ, երիտասարդներին, իսկ հետաքրքիր է, երիտասարդները վստահում են ձեզ եւ արդյոք ձեր խորհուրդները լսում են, ինչ եք նկատում։ Ես խորհուրդներ չեմ տալիս, որովհետեւ երիտասարդները խորհուրդներ չեն ընդունում, ժամանակակից, ես դա գիտեմ։ Թող ազատ լինեն, ահա այստեղ այս դահլիճը, թատերական գործիչների միության դահլիճը, որը որպես թատերական դահլիճ կառուցվեց իմ հենց միություն գալու առաջին տարվա ընթացքում, այս դահլիճը մենք անվճար տրամադրում ենք բոլորին, ովքեր գալիս են, ովքեր ուզում են ինչ-որ գործ անեն։ Այնպես չի, որ ֆինանսապես մենք շատ լավ վիճակում ենք, որովհետև հարկերն են շատ մեծանում, Յուս պետք է պահել շենքը, պետք է աշխատավարձեր տալ, մի խոսքով նույնիսկ այդ պարագայում մենք վարձավճար չենք վերցնում եւ այս դահլիճը միշտ ծառայել է, իմ ջայլոց շատերը կայացել են հենց այստեղ այս դահլիճում։ Երբ որ նոր առաջին քայլերն էին անում, այնպես որ այս դահլիճը կշարունակի աջակցել դերասանի տունը, շարունակի աջակցել նրանց եւ մենք ելի եմ ասում առանց վարձավճարի տրամադրում ենք նրանց այստեղ աշխատելու, ազատ ստեղծագործելու համար։ Պարոն Ղազանչյան, դուք երկար ժամանակ Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք եղել, արդյոք չեք կարոտում Պարոնյանի թատրոնը հիմա։ Գիտեք ինչ, ընդհանրապես մեր մոտ պետք է այդ հոգեբանությունը հիմնավորվի, որ ամեն ինչ ժամանակավոր է այս կյանքում եւ ես թատրոնից դուրս եկա հանգիստ, դուրս եկա անձայն, աննկատ, որովհետեւ հանգամանքները այնպես դասավորվեցին, որ ես այդպես նպատակահարմար գտա եւ դեպ ասեմ նույնիսկ 2 ամիս անցել էր իմ դուրս գալուց հետո այստեղ խանութում ես երգչախմբի մեր արտիստներին հանդիպեցի ինձ ասացին վաղը տեղում կլինեք ուզում ենք մի հատ գանք ձեզ մոտ բան այսինքն նույնիսկ իրենք թատրոնում երկար ժամանակ կային մարդիկ որ չգիտեին որ ես դուրս եմ եկել այո ես մտածեցի որ այդպես ճիշտ կլինի ես հիմա իմ ծրագրերն ունեմ ես ուզում եմ իմ թատրոնը հիմնեմ
Ես Գալյանովենց դերասանաթատերական դպրոցում կուրսեր եմ տանում, շատ հետաքրքիր ուսանողներ ունեմ, արդեն մենք դիպլոմային ներկայացումներ ունենք այս ավարտական կուրսի հետ եւ ես ուզում եմ այդ ներկայացումների բազայի վրա ստեղծեմ իմ թատրոնը եւ ազատ հանգիստ այնտեղ ստեղծագործեմ իհարկե դժվարություններ կլինեն իհարկե այն բարբերաբար պահանջելու է հովանավորների արկայություն աջակիցների արկայություն բայց կգտնենք ես կարծում եմ որ նախ ես լավ ընկերներ ունեմ որ արդեն օգնում են եւ Նաև հովանավոր ժամանակի ընթացքում, երբ որ թատրոնը կայանա, ես համոզված եմ կունենանք։ Այսինքն դուք կարծում եք, որ հիմա մեր երկրում թատրոններ բացելու ժամանակն է, որովհետև վերջի շրջանում թատրոններ փակվեցին եւ դուք էլ այդ մասին խոսել եք, հարցազրույցներ եք տվել։ Ես ասել եմ, իհարկե թատրոն փակելը շատ վատ բան է, բայց նաև ինչպես նշեցիք, թատրոններ բացվում են, շատ հետաքրքիր սկսում են աշխատել եւ շունչ թատրոնը կա եւ թատրոն տանիքումը կա եւ էլի կան թատրոնների դեպ ասեմ, որ սա ամենամեծ առավելությունն է, որ ունեն այսօրվա երիտասարդները, որովհետեւ իրենց տարիքում մենք սովետական երկրում նման բանի մասին երազել անգամ չենք կարող հիմա թատրոն բացելու համար մեծ ջանքեր հնարավոր չեն, այսինքն իրավաբանական անձ ունենալու համար ընդհանրապես պետք է մի ածը գնաս բացես ու հավաքես քո խումբը ու անես ներկայացում ու արդեն մնացածը կապված է ինչ ներկայացում կանես, ինչպես կտանես մարքեթինգը, թատրոնի, ինչպես կտանես գովազդը, ինչպես կկայանաս, ինչպես հանդիսատես ձեռք կբերես մնացածն արդեն իրենց գործն է, բայց այդ հնարավորությունը նրանք այսօր ունեն։ Դա բավական մեծ առավելություն է եւ ես կարծում եմ, որ նման առավելություններից շատ երիտասարդներ օգտվում են։ Թատրոնի դերասաններից շատերը գնում են սերիալներ կամ այսպես սիթքոմներում են նկարահանվում, քանի որ աշխատավարձը ցածր է։ Դուք ինչպես եք կարծում, արդյոք ժամանակը չի, որպեսզի թատրոնի դերասանների աշխատավարձն էլ բարձրանա։ Դե իհարկե, եթե թատրոնը նորմալ աշխատավարձ տա, քչերը կգնան նկարահանվելու, բայց այստեղ ես ուզում եմ պաշտպանեմ իմ գոլեգաներին, որովհետև ըստ էության նրանք իրենց գործն են անում։ Իրենց գործն են անում ուրիշ բան, որ ժամանակի ընթացքում ոմանք դավաճանում են թատրոնին։ Այսինքն այնտեղ այնքան լավ են սկսում վարձատրվել, այնքան ծանրաբեռնություն ունեն, որ գալիս թատրոնից դուրս են գալիս։ Դա ես գտնում եմ մեծ սխալ նրանց կողմից, հատկապես տաղանդավոր մարդկանց կողմից, եւ հիմա անունները չտամ, ես շատ տաղանդավոր մարդիկ գիտեմ, որոնք ուղղակի որպես դերասան ավարտվեցին։ Եվ այս ամեն ինչի ամենավատն է, որ անցնում են տարիներ, այդ մարդը էլ այդ սերիալին պետք չի լինում, արդեն այնտեղ նոր մարդիկ են սկսում ուրեմն հավաքագրել նոր մարդկանց, այդ մարդը հետ է գալիս թատրոն եւ այլևս ոչինչ չի կարողանում անել։ Այսինքն պրոֆեսիան մոռացած է լինում։ Իսկ յուրաքանչյուր մասնագիտություն պահանջում է, որպեսզի դու անընդհատ լինես այդ հորձանուտում, ստեղծագործական հորձանուտում։ Պետք է չկտրվես դրանից։ Այս է ամբողջ խնդիրը, բայց ըստ էության մենք ունենք օրինակ այս նույն Նարինե Գրիգորյանի անունը տվեցի, նա ժամանակին հրաժարվեց սերիալներից։ Նա հրաժարվեց այդ ամեն ինչից, նա ֆիլմերում շատ հաջող նկարահանվում է, բայց թատրոնը որոշեց, որ թատրոնը ավելի կարևոր տեղ պետք է գրավի իր կյանքում ու հիմա ինքը հասավ շատ հետաքրքիր բարձունքների, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Դերասանների մի մասն էլ ասում եմ, որ բողոքում են, այսպես ասած, որոշ ներկայացումների որակից, ասում են, որ հումորը իջել է, այսպես ասած, խուտուտի մակարդակի։ Դուք կիսում եք այս կարծիքը։ Դե իհարկե, հա։ Դեռ լավ կոմեդիան դա վերջին հաշվով մենք համաշխարհային
դասականներ Արիստոֆանես ունենք, Շեքսպիր ունենք, Մոլիեր ունենք, որ կոմեդիաներ են գրել նրանք, բայց կոմեդիայի մակարդակը ցավոք սրտի էլի ես գալիս եմ մեր հանդիսատեսի մասին մեր խոսակցությանը, այո, այդ ներկայացումները անտրիպրիզային ներկայացումները, որտեղ ոչ մեր ցանկացած մակարդակի ասենք գրական նյութ է հիմքում ընկած այդ ներկայացումները բավական խանգարեցին որպեսզի հանդիսատեսը գնա լուրջ ներկայացումներ նայի, իսկ ես շատ ցավում եմ, երբ որ իմանում եմ, որ հաջող բեմադրություններ կիսադատարկ դահլիճներում են գնում, արժանի ներկայացումներ, իրոք արվեստի գործեր, բայց այդ մեր նշած ներկայացումներին ներկայացումը հայտարարվում է, նույն օրը տոմսերը վաճառվում են։ Էս է, սա էլի խոսում է ցավոք սրտի կրթության մակարդակի շատ լուրջ ընկնելու մասին, շատ լուրջ ձևով, շատ ցավալի ընկնելու մասին, ու ինչի դեմ, չգիտեմ, ես այլևս պայքարելու միջոց չեմ տեսնում։ Պարոն Ղազանչյան, դուք վերջերս Վրաստանում էիք, Թիֆլիսի պետական թատրոնում եւս ներկայացում եք բեմադրել, մի փոքր կպատմեք այդ մասին եւ ձեր համագործակցության մասին Վրաստանի թատրոնի հետ։ Այո, ամեն ինչ սկսվեց 2003 թե 2004 թվականին, հիմա չեմ հիշում, երբ որ Ռոբերտ Ստուրովան աշխարհահռչակ բեմադրիչ Թբիլիսի Ռուստավելու անվան ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը այստեղ նայեց իմ ներկայացումը Կարինե Խոդիկյանի տրակտատ Թաշկինակի մասին պիեսի բեմադրությունը եւ առաջարկեց այն բեմադրել Ռուստավելու թատրոնում։ Մինչ այդ մտքովս անգամ նման բան չէր անցել, որովհետեւ Ռուստավելու թատրոնը աշխարհահռչակ թատրոն, հզոր դերասանախմբով եւ իհարկե հզոր Ռոբերտ Ստուրովայի ղեկավարությամբ նման հրավեր, իհարկե դա շատ հաճելի էր եւ նաեւ վախենալու էր, ինչպես դու կանաս, չեմ ասում, որ հենց անվանի դերասաններին գլխավոր դերում Նինո Կասրաձեն էր, որը այդ ժամանակ խաղում էր բոլոր գլխավոր դերերը Ստուրովայի ներկայացումներում եւ Լեդի Մակբեթ, Գերտրուդ Համլետում, ուզում ասեմ շատ բարդ էր, բայց բարեբախտաբար մեր համագործակցությունը նորմալ ընթացավ, իհարկե եղան կոնֆլիկտային չասենք, բայց դժվար պահեր եղան, բայց արդյունքում ներկայացումը կայացավ։ Հաջորդ հրավերը ես ստացա ավելի ուշ, դա պիեսը ես առաջարկեցի, դա Մարո Մադոյան Ալաջաջյանի «Ապրիր, քանի դեռ ապրում ես» պիեսներ, որի պրեմիերան եղավ 2 տարի առաջ եւ վերջին հրավերը ես ստացա արդեն ես առաջարկեցի բեմադրել վրացի հեղինակ, որովհետեւ նախորդ երկուսը հայ հեղինակներ էին եղել եւ Գուրամ Դոչանաշվիլու մարդը, որը շատ էր սիրում գրականություն, դա վիպակ է դրա բեմականացումներ, որ ես արեցի, բեմականացումը եւ ես էլ բեմադրեցի, դրա պրեմիերան բոլորին վերջերս տեղի ունեցավ։ Պարոն Ղազանչյան, կարող եք ասել, թե որն է ձեր կարիերայի ամենաբեկումնային պահը կամ դուք ինքներդ որն եք համարում ձեր ամենալավ ներկայացումը, կարող եք առանձնացնել, թե դժվար է։ Դե մի քանիսը կան, դա նախ Կապանի դրամատիկական թատրոնում, որտեղ ես ըստ էության սկսեցի իմ կարիերան Կապկաս թամաշա պիեսներ Չարենցի
պիեսի բեմադրություններ, ես շատ եմ սիրել Ներոնը Պարոնյան թատրոնի փոքր դահլիճում Երվանդ Ղազանչյան թատերասրահում, որով բացեցինք մենք այդ թատերասրահը, այդ երկու ներկայացումները ես շատ եմ սիրում, շատ սիրել եմ եւ տեսնենք, ես կարծում եմ, որ Ներոնը ես նորից կանեմ արդեն իմ թատրոնում, ես նորից կանեմ, առավել եւս որ այնտեղ խաղացանկում չկա, այսօր այդ ներկայացումը հույս ունեմ, որ ես այդ պիեսին հենց նորից կանդրադառնամ։ Իսկ այսպիսի մի հասկացություն կա ստեղծագործական փակուղի։ Արդյոք դուք ձեր այս երկարամյա կարիերայի ընթացքում նման իրավիճակում հայտնվել եք, եթե այո, ինչպես եք դուրս եկել։ Անընդհատ, գիտեք ինչ, ընդհանրապես իմ բնավորության ամենակարևոր հատկանիշը, ամենակարևոր գիծը երևի այն է, որ ես միշտ սխալներ եմ ման գալիս իմ բեմադրություններում, իմ ստեղծագործության մեջ եւ երբեք նույնիսկ երբ որ հիացական պես կարծիքներ գալիս են շնորհավորել բան, ես դրանք լուրջ չեմ ընդունում։ Ռեժիսորը պետք է անընդհատ տառապի, անընդհատ լինի փակուղիում, որովհետև եթե փակուղիում նա չլինի, նա ելքը չի գտնի, հաջորդ քայլը չի կարողանա անել ճիշտ։ Դա շատ կարևոր է եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող պետք է նման իրավիճակներ անընդհատ ապրի, որպեսզի առաջ գնա եւ ընդհանրապես այն պահին, երբ որ ինձ կթվա, որ ես իդեալական եմ արել որևէ գործ, կնշանակի ավարտի սկիզբն է դա։ Իսկ որն եք համարում լավ ռեժիսորի ամենակարևոր հատկանիշը, ինչ հատկանիշ պետք է ունենա ըստ ձեզ պրոֆեսիոնալ եւ լավ ռեժիսորը։ Դա 100 տարի առաջ ասել է ռուս մեծ ռեժիսոր Նեմիրովիչ Տանչենկոն, նա շատ ճիշտ բնութագրել է ռեժիսորին։ Ռեժիսորը պետք է ունենա 3 հատկանիշներ։ Պետք է ռեժիսորը լինի մանկավար, ռեժիսորը պետք է լինի հայլի, մանկավարժ, որովհետև ամբողջ այդ process-ը բեմադրական մանկավարժություն է, սկսած սեղանի շուրջ աշխատանքից, ռեժիսոր հայլի, այսինքն ռեժիսորը պետք է անընդհատ ցույց տա, անընդհատ հայլի լինի դերասանի համար։ Դա մի ոտքով պետք է բեմում լինի, մի ոտքով դահլիճում։ Պետք է դերասանի փոխարեն, եթե պետք է խաղա տեսարանը, պետք է ուղի, այսինքն դերասանը ռեժիսորի միջոցով, պետք է ռեժիսորի խաղի միջոցով, նրա ցուցադրության միջոցով պետք է հասկանա ինչ է ուզում ռեժիսորը իրենից։ Եվ իհարկե ռեժիսոր կազմակերպիչ։ Ամբողջ բեմադրական process-ը դա ռեժիսորի համար պետք է լինի մի մեծ արտադրության ղեկավարի հոմանիշ պետք է լինի ռեժիսոր մասնագիտությունը, որովհետև դա միայն դերասանները չէին, միայն դերասանների այդ աշխատանքը չի, դա աշխատանք է նկարչի հետ, դա աշխատանք է բեմադրական մասիվարիչի հետ, դա աշխատանք է զգեստների կարի արտադրամասի հետ, դա աշխատանք է դեկորատորների արհեստանոցի հետ, կամ շրանց թատրոնում ամեն ինչն է արվեստանոց, գրիմյորի հետ, մի խոսքով դա մի հսկայական աշխատանք է եւ այստեղ պետք է լավ կազմակերպիչ լինի ռեժիսորը, որ կարողանա համակարգել այդ բոլոր ճյուղերը, ուրեմն կարճ ասենք, ռեժիսոր մանկավար, ռեժիսոր հայլի, ռեժիսոր կազմակերպիչ։ Իսկ հետաքրքիր է Երվանդ Ղազանչյանի եւ Գալիա Նովենցի որդին կարող էր իր համար այլ ճանապարհ ընտրել, քան մշակույթը։ Ձեր ծնողները կողմնորոշիչ այսպես դեր ունեցել են։ Չէ, իրենք չեն ունեցել, ուղղակի ես մեծացել եմ թատրոնում։ Դեռ մի քանի ամսեկանից ես թատրոնի կուլիսներում եմ եղել,
եւ ուրիշ աշխարհ չեմ տեսել, իսկ թատրոնը մի անգամ երեխային բերեցիր, այսպես բեմով անցավ, կուլիսներով անցավ, այդ երեխայի ենթակտակցության մեջ կմնա ու երեխան կսիրահարվի հավերժ այդ ուրեմն հասկացողությանը, թատրոն հասկացողությանը։ Այնպես որ կյանքն է ինձ բերել թատրոն ու ես դժգոհ չեմ դրա համար։ Ձեր ծնողների ինչ արժեքավոր խորհուրդներով եք մինչև հիմա առաջնորդվում։ Ես ավելի շատ սովորել եմ նրանցից, այսինքն սովորել եմ, որ պետք է ընտանիքը սիրես, պետք է ընտանիքը հարգես, որովհետև եթե թիկունքում ընտանիքը չեղավ, եթե թիկունքում դու լավ կին չունեցար, դու ոչինչի չես հասնի թատրոնում։ Ինքն այստեղ շատ կարևոր է, երբ որ բավական դժվար, բավական ներվային օրն ավարտելուց հետո շատ կարևոր է, որ գնաս ընտանիք եւ ընտանիքում դու այդ ամեն ինչը մոռանաս, ավելի հանգիստ տանես, ավելի հեշտ տանես, դա ինքան դեպքում օգնում է, որպեսզի մարդ մի քիչ ավելի երկար ապրի եւ այդ առումով իմ բախտը բերել է։ Եթե ձեր ստեղծագործական ճանապարհը նորովի անցնելու հնարավորություն լիներ, ինչ կփոխեիք եւ ինչը կթողնեիք նույնը պարտադիր։ Գիտեք ինչ, մեկն ասել էր, եթե ես նորից ապրեի, ես այն սխալները թույլ չէի տա, որ թույլ տվեցի, ինչին պատասխանել էին դու թույլ կտայիր ուրիշ սխալներ։ Այնպես որ ես ոչ մի բանի համար չեմ ցավում, ընդամենը եթե անձնական դժբախտությունները չլինեին ինձ հետ, գուցե միայն դրա համար կարելի էր նորից կյանքն ապրել, բայց կյանքի ճակատագրի դեմ կռվել չես կարող, այնպես որ գոհանանք նրանով ինչ ունենք։ Ձեր խորհուրդը դա է մեր հասարակությանը։ Շատ շնորհակալություն։ Ձեզ էլ։ Հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ էլ։ Պրոֆիլի հյուրը Հակոբ Ղազանչյանն էր, իսկ մենք դեռ կհանդիպենք։